Իսրայելի մեծ պատերազմ է, այս պատերազմում Իրանի հաղորդում եղավ այսօր ևս Իրանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան է զոհվել, Իրանը շարունակում է ամբողջությամբ Թել Ավիվը կրակի տակ պահել, Իսրայելը իր հերթին հարվածել է Թավրիզին, իրավիճակը ինչպես է գնահատում, տարածաշրջանում սա ինչ ազդեցություն կունենա, իրանական որոշ աղբյուրներ նաև երեքշում էին, որ Թուրքիան մեծածավալ ռազմական բեռներ է փոխադրում Ադրբեջան, Ադրբեջանը կօգտվի արդյոք ստեղծված իրավիճակից եւ կհարձակվի արդյոք Հայաստանի վրա, ինչի մասին նաև կանխատեսել է Reuters-ը, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր գնահատականը։ Գիտեք, նախ մեծ պատերազմը չէ դեռ, սա դեռ նախերգանքն է, եւ այս զարգացումները կանխատեսվում էին, եւ Իրանի դեմ Իսրայելի գործողությունների ցանկությունը նորություն չէ, դրանց ուղղությամբ հստակ քայլեր են իրականացվել, այդ թվում նաև այս մեծ ծրագրի, այս ապուր եմ կոչում, այս ապուրի բաղկացուցիչ մաս է եղել Արցախը, որը նվիրաբերվել է Ադրբեջանին նաև այդ ծրագրի իրականացման շրջանակներում եւ պիտի հաշվի առնենք, որ Սիրիայում իրենց հաջողություններից հետո խոսքս ահաբեկիչներին Թուրքիայի կողմից սնուցվող պատրաստված ահաբեկիչների կողմից իշխանության զավթումից հետո փաստացիորեն Սիրիան Իրանի հետ համագործակցությունից բացարձակապես անջատելը բնականաբար շատ բարենպաստ պայմաններ էր ստեղծում Իրանի դեմ գործողությունների համար եւ դրանք շատ ավելի վաղ տեղի կունենային, եթե չլիներ Միացյալ Նահանգներում ընտրությունները եւ Թրամփի իշխանության գալը, այսինքն Թրամփի իշխանության գալը որոշակիորեն հետաձգել էր այդ ծրագրերը եւ կհիշեք անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի նախագահը այսպես մեծ հոխորտանքով էր խոսում նաև մեր հանդեպ գործողությունների մասով եւ բնականաբար դա թելադրված էր այս նոր ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով եւ մերձավոր արևելքում ուժերի վերաբաշխումով եւ իրենց կարծիքով Իրանին բավականին նեղ վիճակի մեջ դնելու հանգամանքով, սակայն ժամանակի անցմանը զուգընթաց Թրամփի վարչակարգի առաջի շրջանի գործողությունները որոշակիորեն կասեցրեցին այդ ծրագրերը, ինչը նախատեսում էր նաև անել մարտ ամսվա ընթացքում եւ չմոռանանք, որ Թրամփը ձերբազատվեց իր անվտանգության խորհրդի ազգային անվտանգության խորհրդականից եւ ըստ տարածված լուրերի նա այսպես ընդհատակյա բանակցությունների մեջ էր Նեթանյահուի եւ նրա ադմինիստրացիայի հետ Իրանի դեմ ուժային գործողություններ իրականացնելու առումով եւ հիշենք, որ իրենց բանագնացը Վիթքոֆը եւ նաեւ Քիթ Քելոգը շատ սուր են արտահայտվել եւ մշտապես խոսել են ուժային միջոցներով հարցի լուծման օգտին։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում արդեն նախանշանները կան, որ իրավիճակը սկսում է որոշակիորեն փոխվել եւ իրենց կարծիքով միանշանակ այն աջակցությունը կամ այն վերահսկողությունը, որ իրենք ունեին Սիրիայում հանրության շրջանում, հատկապես ալևիտների եւ մնացածի հանդեպ գրեթե ցեղասպանական գործողությունների արդյունքում ակնհայտ է դառնում, որ Սիրիայի եւ Սիրիայի ժողովրդի շահերին ծառայող ուժերի վերախմբավորումները սկսում են իրենց գալ տալ, թե երկրի ներսում այդ սիրիամետ ուժերի վերակազմավորման արդյունքում այդ ստացած հարվածից եւ ցնցումից ուշքի գալու process-ն է եւ նաեւ Իրանի կողմից աջակցության առումով, որը ժամանակի ընթացքում բնականաբար ավելի զգալի դիրքերի էր հասնելու։ Նույնը վերաբերում է Հեզբոլլահին, որ արևմտյան կողմը Իսրայելը ենթադրում էր, որ Հեզբոլլահան գլխատերով Հեզբոլլահան լուծարելու այսպես գործընթաց է սկսվում եւ արդեն դառնում է բացարձակապես ոչ գործոն տարածաշրջանում եւ տարածաշրջանային զարգացումների առումով, ապա ժամանակի ընթացքում նրանք էլ կազմավորվելու, ոտքի կանգնելու process-ների մեջ են եւ բնական է, որ ժամանակի ընթացքում այդ process-ները դառնալու են ավելի նկատելի եւ նույն իսրայելական ծրագրերի համար խաթարիչ։
Դրանով էր թելադրված Թրամփի վարչակազմի կողմից, այսպես ասած, բանակցային գործընթաց սկսելու փաստացիորեն ձևականությունը։ Նրանք հույս ունեին, որ իրենց այսպես վերջնագրային լեզվով Իրանի հետ խոսելով եւ Իրանից պահանջելով, որպեսզի փաստացիորեն Իրանը համաձայնի սեփական զինաթափմանը, թե միջուկային զենքի կամ միջուկային ուսումնասիրությունների իրականացման եւ ատոմի հարստացման առումով Ուրանի եւ թե ընդհանրապես բալիստիկ հրթիռների արտադրության, ապա կարծում եմ, որ վարչակազմը հիասթափվել է մասնավորապես Թրամփը եւ վարչակազմում առկա երկու թևերը, բազեները եւ աղավնիները այս անգամ ավելի կշեռքի նժարին ծանրացել է բազեների գործոնը եւ կարծում եմ Թրամփը չի խոչընդոտում նրանց գործունեությանը, հույս ունենալով, որ նրանց կողմից այս ուժի սպառնալիքով ինչ-որ հաջողություններ նա հետո կկարողանա օգտագործել իբրև թե բանակցային գործընթացում ձեռք բերված նվաճումների տեսքով եւ հետո վաճառել սեփական ժողովրդին եւ աշխարհին որպես այսպես բարի միջնորդ, որը կարողացավ ինչ-որ մի հարց լուծել։ Սակայն այս խաղը բացահայտ է դարձել եւ Իրանի համար եւ մնացածների համար, իսկ իսրայելական նույն ամերիկյան աջակցությամբ եւ նաեւ բրիտանական աջակցությամբ իսրայելական այս ծրագրի առաջին ձախողումները արդեն իսկ ակնհայտ են, որովհետեւ նրանք նախատեսում էին ինչ-որ մի բլիցկրիգի նման մի բան, սակայն ակնհայտ է դառնում, որ դա իրականություն չէ։ Մենք դեռ կտեսնենք որոշակի սրացման գնացող քայլեր, որովհետև միանգամից իսրայելական կողմը բնականաբար Նեթանյահուի դեմքով չի կարող ընդունել, որ իր ծրագիրը ձախողել է, եւ բնականաբար իրանական կողմում էլ կան որոշակի բարդություններ, կապված նաեւ ներքին անվտանգային համակարգի անսասանության հետ եւ այնտեղ ներթափանցած ամենատարբեր ուրեմն գործակալական երևույթների հետ եւ կարծում եմ այսօր Իրանը աստիճանաբար մի կողմից այս հարձակումներին հակազդելու, մյուս կողմից Իսրայելին պատասխանելու եւ ներսում այդ բջիջները չեզոքացնելու եւ ոչնչացնելու գործընթացին զուգահեռ, այսպես առաջ են գնում եւ ես ենթադրում եմ մինչեւ շաբաթավերջ ավելի հստակ կդառնա իրավիճակը, որ ուղղությամբ է թեքվում։ Ես կհամեմատեի այսօրվա այս իրավիճակը ռուս-ուկրաինական ճակատի 22 թվականի աշնանային վիճակի հետ, երբ սկզբում թվում էր, թե ռուսական կողմը ձախողել է, պարտվում է, բայց 1-2 ամսվա ընթացքում ռուսական ուժերի վերակազմավորման, վերախմբավորման եւ իրենց ծրագրերի ու ներքին նաեւ սադրիչների վերացման արդյունքում նրանք կարողացան հետ բերել կորցրածը եւ այսօր մենք տեսնում ենք դրա ակնհայտ դրսեւորումները։ Արդեն իսկ տեղեկատվություն է տարածվում, որ ամերիկյան կողմը իր օդում վերալիցքավորող ինքնաթիռները տեղափոխում է, ճիշտ է, ներկայումս դա ներկայացվում է որպես ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցություն Եվրոպայում, բայց բոլորի համար ակնհայտ է, որ դրանք օվկիանոսը կտրում անցնում են այդ քանակով, խոսքը 50 մոտ 50 վերալիցքավորիչի մասին է, բացարձակապես վարժանքներին պատրաստվելու համար նման քանակ անհրաժեշտ չէ եւ դա հսկայական ծախսերի հետ է կապված, ուղղակի այդ անվան ներքո նրանք վերաբաշխում են այդ լիցքավորիչները, որոնք արագորեն տեղափոխվելու են փաստացիորեն իսրայելա-իրանական ճակատ եւ կարծում եմ, որ նրանք ենթադրում են, որ իրենք միանշանակ վերահսկողություն ունեն իրանական օդում եւ փորձելու են դա օգտագործել Իրանի ծնկի բերելու համար։ Ծնկի բերելու գործընթացներից մեկը, որը եւս ձախողել է իրենց կարծիքով, դա իրենց առաջին իսկ հարվածներից հետո ներքին հանրային ընդվզումների առաջացումներ, որի նպատակով էլ թե շահի որդին, թե տարբեր երևույթներ սկսեցին համապատասխան կոչերով հանդես գալ, անգամ Նեթանյահուն հանկարծ որոշեց այսպես ժողովրդի շահերից հանդես եկողի դիրքերն ընդունել, փաստացի ցեղասպանական հանցագործությունների հեղինակ ղեկավարը իրեն հանկարծ դրել էր մեծն հումանիստի տեղ եւ այս պարագայում կարծում եմ, որ իրենք էլ հասկացել են հաշվի առնելով ներ-իրանական արձագանքները, որ ժողովուրդը դեմ դուրս գալու փոխարեն հակառակը համախմբվում է։ Բայց այստեղ մի հետաքրքիր խնդիր կա, որը ես կարծում եմ նաեւ ձեր նշած հարցում, որ Թուրքիայից
դեպի Ադրբեջան բեռների հսկայական տեղափոխում է իրականացում, դա այդ ծրագրի մասն է, այսինքն Իրանի թուլացումը ակնհայտ դառնալու դեպքում մենք գործ ենք ունենալու մեր սահմանների վրա հարձակման, այսպես կոչված միջանցքը բացելու եւ Ադրբեջանի կողմից Իրանի դեմ հյուսիսից հարձակման իրականացման գործընթացին, ինչպես նաեւ Թուրքիայից համապատասխան դեպի Ատրպատական այդ ուղղությամբ գործողությունների իրականացում, ինչպես նաև Ատրպատականի հատվածում ազերիների շրջանում բուն դրած իրենց գործակալական ցանցերի միջոցով, նաև ներքին, եթե ոչ ահաբեկչական, ապա ընդվզումների միջոցով անջատողական process-ների իրականացում, որը բնականաբար ել ավելի է բարդացնելու Իրանի իշխանությունների համախմբված գործողություններ իրականացնելու կարողությունը։ Դրանով է պայմանավորված մեր իշխանության ղեկին նստած անձնավորության այցը Թուրքիա, ստանալու համապատասխան հրահանգները եւ երևի թե խոստումները, որպիսի մեր զինվորականությունը համարժեք պատասխան չտա, ինչպես մենք տեսանք թե Արցախյան 44-օրյայի ժամանակ իրենց հրահանգների, թե ջերմուկի դեպքերի ժամանակ 22 թվականին, այսինքն կազմակերպված պարտության դրսևորման առումով իրենց փոխարենը ինչ որ բլիթներ տալու խոստումներ, ենթադրաբար ինչ որ սահման բացելու կամ այլ խոստումների տեսքով եւ ակնհայտորեն այս այցը նպատակ ունի այդ ծրագրի գործողությունների մանրամասները համաձայնացնելու եւ դրա դիմաց համապատասխան վարձատրությունը ստանալու, թե ինչ տեսքով այդ վարձատրությունը կլինի, մենք կտեսնենք ապագայում։ Ես ենթադրում եմ, որ այս этаպում դա չի հաջողելու, բայց չի նշանակելու, որ դա այս ծրագիրը վերանալու է։ Ես կարծում եմ, որ այս պահին Իրանը կարողանում է իր ուժերով հակազդել, մենք կտեսնենք, թե որքանով ամերիկյան մասնակցությունը կմեծանա, որովհետև նույն Թրամփը բացարձակապես ցանկություն չունի ցախողվածների շարքում հանգրվանելու, հաշվի առնելով, որ ինքը սեպտեմբերին բյուջեի քննարկումներ ունի եւ մեծ խնդիրներ ունի հենց կոնգրեսում, այդ բազեական տրամադրություններ ունեցող կոնգրեսականների թե ներքևի թե վերին պալատի թե սենատի ներկայացուցիչների մասով եւ այս առումով բավականին բարդ խաղ է սկսում։ Մի կողմից էլ այդ խաղի դրսևորումն է այն, որ այսօր նրանք փաստացիորեն դադարեցրել են, գոնե կասեցրել են ժամանակավորապես իրենց բանակցությունները Ռուսաստանի հետ ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման ուղղությամբ, այսինքն Թրամփը ինքը ժամանակավոր հետ քայլ է անում, փորձելով ինչ-որ տրամադրություններ շահել իր ծրագրերը սեպտեմբերին անցկացնելու եւ այդտեղ գոնե խնդիրներ չունենալու համար։ Այսինքն մենք այս ամբողջը պետք է այս համալիր դաշտում տեսնենք եւ հասկանանք, որ իրոք աշխարհը կանգնած է մեծագույն պատերազմի տարածման շեմին, որը չի խնայելու ոչ մեկի։ Եվ ամեն մի երկիր այս պարագայում իր դերակատարումն ունի, Հայաստանը իր դերն ունի, ցավոք սրտի մեր իշխանությունների ձեռամբ միայն այդ պատերազմի հրահրմանը խթանողի եւ մեր պետության կործանմանը տանողի դերում եւ կարող էր բացարձակապես հակառակ դիրքերում լինել եւ այստեղ կարծում եմ ժողովրդի դիրքորոշումը եւ գիտակցական մոտեցումը, ինչպես նաև մեր զինվորականության ճիշտ ընկալումը իրավիճակի եւ տուրք չտալը նման դավադիր ծրագրերի իրականացման խիստ էական դեր են կատարելու մեր պետության ամբողջականության պահպանման համար։ Սպասենք տեսնենք, դեռ մի շաբաթ չի անցել այս հարձակումների ամբողջ ֆոնից, իհարկե շատ արագ են զարգացումները գնում, բայց ակնհայտ է դառնում, որ Իսրայելը իր նպատակին չի հասել։ Դա նշանակում է ծրագրերի վերանայում եւ ծավալների որոշակի ընդլայնում այս պահի դրությամբ, փորձելով ել ավելի մեծ ուժային գործոնի կիրառմամբ հասնելու իրենց նպատակին, բայց կարծում եմ արդեն այդ նախանշանները, որ իրենք ընդհանուր առմամբ ձախողել են, ակնհայտ են։ Դրա առաջի դրսևորումները արդեն կան, որոշակի բանակցային process է սկսել, բայց այս պահին ամերիկյան կողմը գոնե խոսքի մակարդակով պահում է իր այսպես վերջնագրային լեզուն։ Մենք ակնհայտորեն կհասկանանք իրավիճակի փոփոխության մասին, երբ բանակցությունները կտանեն գոնե ժամանակավոր կասեցման
ռազմական գործողությունների, բայց դա չի նշանակի, որ դա կլինի ավարտը այս этаպի, դա կլինի ընդհանրապես ժամանակավոր զինադադար նախապատրաստվելու, երկուստեք վերահաշվարկելու եւ նախապատրաստվելու հաջորդող գործողություններին, որը ես կարծում եմ, եթե մինչև հունիսի վերջ այս ռազմական հատվածը որոշակի դադարի հասնի, այսինքն կասեցվի, ապա մենք վերսկսումը կտեսնենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, շատ ավելի մեծ ծավալներով, եւ այդ ժամանակ արդեն իրոք Ադրբեջանը չի կարողանա խուսափել Իրանի դեմ գործողություններ սկսելու իր հանձնառությունից, հանուն որի այս ամբողջը եփվել է մեր զոհաբերություններն են արվել։ Այո, Թուրքիան, Էրդողանը եւս չի կարողանա խուսափել, մենք հիշենք, որ Էրդողանը այդ ժամանակահատվածում, երբ որ հերթական այդ գործողություններն էին ակնկալվում, նա ձերբակալեց Ստամբուլի քաղաքապետին եւ ներքին ցույցեր անհնազանդություն, ըմբոստություններ տեղի ունեցան, որի պատճառաբանությամբ նա փաստացիորեն որոշակիորեն հետ քաշվեց այդ ծրագրին մասնակցության իր հանձնառությունից, բայց վերջ առաջ արևմտյան կողմը իրենց արժև է դնելու եւ պահանջներ ներկայացնելու, նաեւ շանտաժի ենթարկելով, քանի որ երկուսի թե ֆինանսական միջոցները գտնվում են արևմուտքի ձեռքերում, թե իրենց ամբողջ կոռումպացված կյանքի բոլոր ելևէջները ակնհայտ են եւ հանցագործ դրվագների բոլոր երևույթները ակնհայտ են եւ այստեղ չմոռանանք, որ Էրդողանը այսպես շատ հարմար գործիք է եղել թե Սիրիայում, թե ընդհանրապես Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների ստեղծման, պատրաստման, ապաստան տալու, հանգրվանելու, նրանց տեղաբաշխելու, նրանց զինամթերք փոխանցելու եւ այդ միջոցով նաեւ ֆինանսական օգուտներ քաղելու համար, որը բնականաբար ոչ թե գնացել է Թուրքիա պետության բարգավաճման, այլ գնացել է որոշակի անձնանց գրպանները եւ գանձարանները հարստացնելուն։ Դա կլինի այսպես հետևանքային արդյունքը բնականաբար, դա իհարկե նահանգների ցանկությունը կլինի, որովհետև գների բարձրացումով ինքը կարողանում է ավելի իր նավթային ռեսուրսները հասանելի դարձնել աշխարհի այլ երկրների, քանի որ այդ շելֆային հորատումները բավականին թանկ հաճույք են եւ գների իջեցմամբ մրցունակ չի լինում ամերիկյան նավթը, իսկ այս պարագայում նա դառնում է հնարավոր տարբերակ եւ այս առումով շատ հետաքրքիր զարգացումների մենք ականատես կլինենք, սպասենք, տեսնենք, ես կարծում եմ այս պահին, ինչպես ասացի, մինչև հունիսի վերջ դեռևս սա այսքան առաջի փորձն է, թեև Իսրայելը մեծ հույսեր էր կապում, բայց այդ առաջի փորձը գոնե ինձ համար արդեն ձախողված է, մնացածը մենք կտեսնենք ավելի ակնհայտ առաջիկա օրերի ընթացքում, ինչը կնշանակի, որ այդ ակնկալվող տնտեսական ճգնաժամը դեռևս կարող է սպասել։ Այդուհանդերձ այս իրողությունների զուգահեռ եւ ուղղակի մենք եռացող կացայի մեջ ենք, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը իրենք նախաձեռնել են, իրենք շարունակում են կան տեղեկություններ նաեւ կառավարությունը մեծ շփում որ պետք է ձևավորեն ընդդեմ կաթողիկոսի եկեղեցու, արդեն համերգներ են եղել, խնդրեմ այս մասը ձեր խոսեք։ Գիտեք, պատահական չէ, դա զուգադիպեց իր, այսպես ասած, Էստոնիա, հետո Ալբանիա կատարած այցերին եւ ակնհայտորեն այնտեղից ստացած հրահանգներին։ Նպատակը հանրությունը բզկտելը, պառակտելը, գործող միակ կառույցը, որը ազգային շահեր է հետապնդում եւ կարող է ազգային դիմադրողականության դրսեւորման առաջնորդություն ստանձնել դրա թուլացումը եւ դրա ուրեմն ջլատումն է եւ այս պարագայում մենք նաեւ ես ենթադրում եմ ըստ իմ վերլուծությունների, որ նա փորձում է նաեւ հարմար պատրվակ ու առիթ ստեղծել ներհանրային բախումների համար, որի պարագայում նա իրեն իրավունք կվերապահի զորքը կիրառելու եւ դրա համար սահմաններից զորքը բերելու
դեպի մայրաքաղաք, դրանով իսկ թուլացնելով սահմանները եւ դրանով իսկ փաստացիորեն կատարելով թուրքական պահանջները հեշտությամբ հանձնելու համապատասխան տարածքներ։ Սպասենք տեսնենք, այդպիսի մի ծրագիր նախատեսված է եղել Արցախը հանձնելու համար 19 թվականի իր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին գրած նամակում այդ սցենարը նկարագրվել է եւ պատահական չէ, որ այս անձը փորձում էր որոշակի աջակիցների խումբ ստեղծել, որոնք իբրև թե պիտի գրոհեին Էջմիածին, շատ վեհարանը, շատ լավ հասկանալով, որ դա հանրային բախումների, ազգամիջյան բախումների առիթ է տալու եւ դա օգտագործելով, ինչպես ասացի, նա կարող էր փաստացիորեն այն ինչը որ մեղսագրվում էր մարտի 1-ի պարագայում, ինքը իրականում իրականություն դարձնել, այսինքն զորքը բերել ճնշելու այդ բախումները եւ այդ պատրվակով սահմանները ուղղակի անպաշտպան թողնելու եւ էստի համեցեք անելու թուրք-ադրբեջանական տարերին իրենց նպատակներին ի վերջո հասնելու համար։ Սա իհարկե իրականություն չի դառնում, որտեղ ակնհայտ դարձավ, որ հասարակության գերգերագույն մասը պարզապես անթույլատրելի է գտնում ոչ միայն եկեղեցու հանդեպ հարձակում, այլև նման անձի կողմից որևէ հավակնությունների ներկայացումը, անձ, որը թաթախված է ստի, կեղծիքի, հանցագործությունների եւ մեղքի մեջ եւ իր ամենօրյա գործունեությամբ դա ապացուցում է, անգամ իր յուրաքանչյուր արտահայտած մտքով է նա վերահաստատում այդ գաղափարը եւ հանրության շրջանում այն քողը, որ նետվել էր նրանց ուղեղներին եւ մտքերին եւ թմրեցման այն գործընթացը, որ տարիների ընթացքում իրականացվել էր, աշճանաբար թոթափվում է եւ հանրությունը ստապ գիտակցության է գալու, թե իրականում ինչ է եկել իրենց գլխին, ինչպես է արվում, ինչ նպատակով եւ վերջնանպատակը ինչ է։ Սա օգտակար է, քանի որ հանրությունը ինքը ապաքինման գործընթացի մեջ է եւ դա նաեւ շատ կարեւոր է մեր ազգային գտնման, ինքնագիտակցության վերագտնման, մեր ուժերի կարողությունների վերակազմավորման եւ իրոք մեր ներսում եղած դիմադրության ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար այս իշխանություններին նախ թույլ չտալու, որպեսզի հերթական կորուստները նվիրեն մեզ եւ մեր երկիրը կանգնեցնեն ընդհանրապես ոչնչացման եզրին եւ երկրորդը, որպեսզի առանց մեծ ցնցումների հնարավոր լինի նրանց հեռացնել իշխանություններից եւ իշխանության ղեկին բերել ազգային շահերով առաջնորդող եւ մտածողությամբ մարդիկ, որոնք ոչ միայն կպահպանեն Հայաստանի Հանրապետությունը, այլև կպաշտպանեն նաեւ ազգային շահերը թե միջազգային ասպարեզում, թե աշխարհում եւ թե ընդհանրապես հայոց դատի խնդիրներին ականջալուր կլինեն։ Անհատականի կրթվելը նորաձևի շարժմանը բյուջեից տրվող գումարների մասին տեղեկությունը հանդիսանում է պետական գաղտնիք։ Ես կուզեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք, այս մասին այսպես է պատասխանել վարչապետի աշխատակազմը ֆակտորի հարցմանը։ Դա իրավունք չունեն դա գաղտնիք անելու, որովհետև դա կներեք ոչ պաշտպանական ծրագիր է, ոչ անվտանգային ծրագիր է, որը որոշակի գաղտնիության տար ունենա եւ զարմանալի է, որ այսպես հաշվետվողականությամբ, թափանցիկությամբ, բոլորից կոպեկ առ կոպեկ, ինչպես էին ասում, քյաբաբ առ քյաբաբ, հատիկ հատիկ քյաբաբ առ քյաբաբ վերադարձնողները ամեն մի քայլափոխի ցույց են տալիս իրենց կաշառվածության աստիճանը, իրենց կոռումպացվածության աստիճանը, փողերի ուղղակի ես չգիտեմ յուրացման աննախադեպ ինչ որ ձևեր ու ծավալներ, որոնց մասին երբ որ սկսում ես մտածել, անգամ այս պահին արկա տեղեկատվությամբ ուղղակի սարսափում ես, ել չեմ ասում, եթե իշխանափոխությունից հետո այդ ամբողջ տեղեկատվությունը ի հայտ գա, ապա մենք ուղղակի իրոք սարսափած ենք լինելու երկրի թալանի այն ծավալներից, որոնք տեղ են գտել այս իշխանությունների օրոք։ Այդ ուրեմն ծրագիրը եւ ենթադրում եմ գումարները ինչ որ միտեղ հատկացվում են, դա չգիտեմ հասարակական կազմակերպությունը ինչ է, այդ հասարակական կազմակերպությունները ըստ օրենսդրության պարտավոր են հաշվետվություն ներկայացնել հատկապես պետական միջոցների հատկացման պարագայում։ Իսկ դրա չիրականացումը ես եթե չեմ սխալվում, դա վարչական պատասխանատվության է ենթակա եւ անգամ
Եթե որոշակի տարերի հայտ կա, կարող են նաև քրեական, որովհետև դրանք կարող են օգտագործվել եւ ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման, որոնք համարվում են միջազգային հանցագործություններ, եւ այս պարագայում նման տեղեկատվության մեջտեղ չբերելը կարող է ուղղակի ջուր լցնել այդ ջրաղացին։ Նաև օրինակ նախատեսվում է 2 տարով Չինաստանը մեկնելու մայրցական կրթություն ստանալու ամենահատկանը, սա շատերը յուրօրինակ փախուստի ձև են նորակում նաև, դուք ինչ կարող եք ասել։ Ես ինչ-որ միտեղ համաձայն եմ, սա փախուստ չէ, սա ուղղակի ժողովրդը արտահայտություն, հա, պոչը խուզել։ Եվ պատահական չէ, որտեղ եթե չեմ սխալվում, այս զույգի զավակներից երրորդ 3-ը արտասահմանում են, վերջինիս հետը տարավ Պրահա, չէ՞։ Հա, Մարենին Պրահա էր ուր տարավ հետը, Չեխիա, հա։ Պրահա տարավ եւ այն փոքրիկին խիստ անցանկալի զարգացումների դեպքում ընտանիքը հեռացնելը բավականին բարդ գործընթաց է։ Եվ այս պարագայում ես կարծում եմ նա ապահովագրում է իր գոյությունը ակնկալվող զարգացումների հաշվի առնելով եւ մենք շատ լավ գիտենք, որ այս իշխանության ղեկին նստած անձը սովորություն ունի ամենակրիտիկական պահերին փախուստի դիմելու եւ վստահաբար նրան այդ փախուստի երաշխիքը ծրագրի հեղինակները ապահովել են եւ պատահական չէ նաեւ մուրի հետ հանդիպումները այդ առումով եւ ենթադրում եմ, որ մեկ անձի անհետացնելն ավելի հեշտ է, քան 3-ին։ Եվ այս պարագայում բնականաբար ձեր նշած տիկինը իր դստեր հետ կհանգրվանի ապահով Չինաստանում, երբ իր ամուսինը կփորձի Հայաստան պետությունը այսպես մաս-մաս վերացնել, այո։ Բայց նույնն էլ է գնում 5 տարի պաշտոնավարությունից հետո հայտնի է դարձել դոկումենտ իր զբաղեցրած։ Նա արդեն լքել է, նոր ղեկավար կա, բայց ես ինձ հետաքրքրել թե նա հիմա որտեղ է։ Որտեվ իր պաշտոնից հեռանալը դեռևս չի նշանակում, որ նա իր գործից կամ ծրագրերից է հեռանում։ Եվ ես չեմ զարմանա, որ մենք ժամանակի ընթացքում իմանանք, որ նա այս իրանա-իսրայելական զարգացումներում ակտիվ գաղափարային դերակատարի դեր ունի։ Նման մարդիկ չեն հեռանում եւ նման մարդկանց չեն հեռացնում։ Այո, գուցե նա պաշտոնը այսօր չի զբաղեցնում, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Եվ ամփոփելով մեր զրույցը, Թրամփը հայտարարել է, բոլորը պետք է տարհանվեն Թեհրանից։ Նա ժամանակից շուտ եկել է G7-ի առաջնորդների հավաքը եւ վերադարձել Վաշինգտոն։ Սա իմ համար ցուցիչ է, որ իրենց ծրագրել է իսրայելյան մասով, չեն գնում այն ուղղությամբ, ինչ որ իրենք ցանկանային եւ փորձում են իրենց սովորություն դարձած այսպես ընդհանուր ռմբակոծությունների, հա, կամ անգլերեն ասում blanket bombardment, այսինքն առանց խտրականության ռմբակոծությունների այդ սկզբունքով, ինչը մենք տեսել ենք թե Իրաքում, թե Լիբիայում, թե Սիրիայում, հա, այդ գործողություններին մենք ականատես ենք եղել, այդ ռմբակոծությունների միջոցով ստիպելու իրանական իշխանություններին փաստացիորեն համաձայնելու իրենց կողմից առաջարկվող կապիտուլյացիոն պայմաններին եւ ես ենթադրում եմ, որ իրենք մտադիր են օգտագործելու ռմբակոծիչների իրենց կարծիքով օդային տարածք, ինչպես նշեցի, իրենց վերահսկողության տակ է, բայց ես կարծում եմ, որ իրանական կողմը այստեղ մեծ անակնկալներ է պատրաստում եւ մենք դրա ականատեսը կլինենք շատ շուտով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։